Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ ոչ մեկ չի հանել Մեսրոպ Մաշտոցին եւ կա QR կոդ, տեսանյութ հատուկ նվիրված իրեն։ Ամեն դեպքում դուք պահանջում եք, որ Մեսրոպ Մաշտոցի նկարը լինի Այբենարանում։ Բայց մեկ րոպե մի հատ եկեք ճիշտ հասկանանք իրար, այսինքն ինչ է նշանակում QR կոդ։ Դա ոչ թե բարոյական տեսանկյունից միայն հասկանալի, այլ նաեւ սոցիալական։ Երեխակա չունի այդ հեռախոսը, որպեսզի օգտվի։ Երեխակայի իր հեռախոսը չի աշխատում, ինչ ուրեմն չպետք է ճանաչի Մեսրոպ Մաշտոցին։ Այսինքն, լավ ի՞նչն էր պատճառը, որ Մեսրոպ Մաշտոցին նկարն է հենց Այբենարանում խաթխանգարում։ Մեծ տեղ էր զբաղացնում, թող մի փոքր տեղ բանանային։ Այսինքն QR սառը կոդով մեր երեխաները չպետք է Մեսրոպ Մաշտոցին ճանաչեն։ Արարատի վերաբերյալ նորից եմ կրկնում, մեզ համար գեղեցիկ տեսարան չէ միմիայն։ Արարատը մեզ համար հոգևոր, պատմական արժեք է, որը պետք է ուղղակի մարդը գիտակցի, դա գիտակցում է։ Դա ոչ թե sense բարերով բացատրելու բան է։ Մենք նորից ենք դիմում նախարարին Ժաննա Անդրեասյանին, որ Մեսրոպ Մաշտոցը պետք է վերադառնա Այբենարանի առաջին էջ, իր այբով։ Շնորհակալություն։